Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, պարոն Կարապետյանը, ռեֆլեքսոթերապևտ, մանուալիստ, ակադեմիկոս։ Այսօր կխնդրենք, որ ձեզ ցույց տա, թե ինչպիսի հնարքներ կարելի է անել ավելի շատ գեղեցկանալու համար։ Պարոն Կարապետյան, խնդրեմ, ինչ կարող եք ցույց տալ։ Անմիջապես սկսում եմ ես արդեն մեսումը, պարոն Աշոտյան, իմ ձեռքի տակ կա Անահիտ կռեմը, որով ես հաճախ եմ աշխատում։ Հիմա ես ինձ համար աշխատանքային պատրաստում եմ հատված, որպեսզի կարողանամ դեմքի վրա աշխատել, այսինքն իմ խնդիրը հիմա հավասարաչափ այդ ուրեմն յուղը Անահիտ բաժանելն է դեմքի վրա, որպեսզի ինձ համար ստացվի սահուն մի աշխատանքային դաշտ, որ ես արդեն սկսեմ աշխատանքը։ Քանի որ պարոն Աշոտյանն ասեց, ուրեմն դեմքի մերսումը միայն այդպես դեմք չի, որովհետև իրեն միջոցով կարգավորում է ամբողջ օրգան համակարգերի աշխատանքը, այն բուժում է նաև շատ ու շատ հիվանդություններ, որովհետև դեմքի գլխի և պարանոցի վրա մոտավորապես ամբողջ մարմնի ակուպրեսուրաների մոտ կեսն է, համարյա կեսից մի քիչ ավելին է։ Դա համար մենք դրտելով այդ կետերը լավացնում ենք օրգան համակարգների աշխատանքը։ Ուրեմն շարժումների ուղղությունը խիստ ուրեմն չափավորված են։ Ես արդեն սկսում եմ իրական աշխատանքը։ Այդ բոլոր շարժումները տանում են դեպի ուրեմն ավշային հանգույցներ։ Ճիշտ պետք է դրանք կատարվի։ Ավշային հանգույցները մոտավորապես ամբողջ օրգանիզմում 450-ն են, մոտավորապես 30%-ը գտնվում է ուրեմն գլխի պարանոցի եւ դեմքի վրա, եւ պետք է գիտենալ, որ շարժումը ինչպես է կատարվում։ Օրինակ այս շարժումը գնում է դեպի ականջի ներքև, երկրորդ շարժումը գնում է դեպի ականջի մեջտեղ, երրորդ շարժումը գնում է ուրեմն ականջի ամենավերին մասը, ճակատային հատվայի շարժումները ուրեմն գնում են դեպի կողք։ Նաեւ ուսուցողական եմ սա ես անում։ Հիմա այս աշխատանքը եւ կողմ աշխատանքը։ Բացի այս աշխատանքից սա ուրեմն հայտնի է որպես կլասիկ մերսում։ Դա ինչին է օգնում։ Հիմա սա տենդի համար է շատ օգտակար, միգրենի համար է շատ օգտակար, ինքը նաև մասողությունն է լավացնում ու բերում է հանգիստ քուն։ Նա նաև շատ օգտակար է հոգնած աչքերի համար, երբ մարդու աչքերը հոգնում են, այդ օգնության համար է։ Ինքը բերում է աչքերին լույս, այդպես է ասում ինքը։ Դա համար իրենք այդպիսի անուններ ունեն։ Հանդարտ ծով, ճանապարհին երկնքից իջնող, այսպես ասած, վազք, ճանապարհ, գեղեցիկ անուններ են դրա, այսինքն այն ինչը որ մարդը զգում է։ Հիմա տեսեք, ուրիշ ասենք կետերի վրա ենք մենք աշխատում, արդեն մենք անցանք երրորդ փուլ, որտեղ դեմքի մերսումը, պարոն Աշոտյան, ինքը պետք է լինի շատ հանդարտ սկզբից եւ աստիճանաբար, աստիճանի նման ինքը պետք է ունենա, ուրեմն բարձրանա պետք է, հա։ Ինքը պետք է ասենք սկզբից լինի թույլ, հետո նոր վերջում բոլոր հնարքները համարյա թե արվում են ու հիմա ես ասենք աշխուժացնում եմ դեմքի այն կետերը, որոնք որ ասենք կարգավորել են իրեն շրջանառությունը։ Հիմա մյուս բանը, որ ասենք հնարքները արդեն մենք բրծանք, ասենք վերջացրեցինք մենք հանգիստ կատարվող հնարքները։ Կարևոր է գիտենալ տանապես դեմքի վրա կատարվող շարժումների ուղղությունը, որ ասենք քթի հիմքից շարժումը պետք է գնա դեպի հետ, դեպի գլխամասը, ուրեմն երկու կողմերից պետք է գնա դեպի աջ։ Կարելի է նստել հայելուտեմ եւ կատարել։ Հայելուտեմ կարելի է ինքը իրեն կատարի, այո, կարելի է կատարել, հա, պտույտները երկու կողմերն է թույլատվում են, բայց հիմնական ուղղությունները սրանք են, որոնք որ նաեւ կնճիռների վերածում են։ Ինչպես գիտեք, այդ կնճիռների մասին խոսելով մենք պետք է ասենք, որ ասենք մարդը քչերը գիտեն, որ ճակատը ունի բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր մարդկանց ճակատը ունի 7 ուրեմն կնճիռ իրար հետևից, որոնք այդ կնճիռները պատկանում են ամեկը ինֆորմացիա են ստանում իրեն մոլորակից, 7 մոլորակներին է պատկանում, որպես մարդը միկրոկոսմոս ունի այդ բաները, բացում ենք կնճիռը ու կնճիռի արանքում կատարում ենք ուրեմն շրջանաձև։ Այս կսուկը ինքը շատ բարձր որակի է, որովհետև ինքը շատ նատուրալ է եւ ինքը շատ սնուցող համակարգ է, արդեն իմ ձեռքի տակ ինքը բավականին փորձվել է
Նույնիսկ մեղրը մարդիկ բերում են իմ մոտ, որ ես մեղրը ձեռքով նայեմ ու ասեմ մաքուր մեղր է, թե ոչ։ Իմ ձեռքի տակ բոլոր տեսակի քսուկները ես հասկանում եմ ինչ պատկանելություն ունեն։ Դա համար եթե ինքը քսուկը բարձր որակ չունի, ես այդ քսուկը ընդհանրապես չեմ օգտագործում, մարդու վրա չեմ քսում այդ քսուկը։ Հիմա այս ես քսուկները ես ինքս եմ ընտրում եւ իրենց հոտով, եւ իրենց ասենք բաղադրությամբ, մինչեւ ես փորձարկում չհասկացնեմ, թեկուզ ինձ վրա, թեկուզ իմ մոտիկների վրա, ես այն ուրիշ մարդկանց վրա երբեք չեմ անի։ Նաեւ այստեղ կա ուրեմն մի տեղ, որ պետք է այստեղ գիտենալ, որովհետեւ կանանց մոտ այս պարանոցի շրջանը ինքը հատուկ աշխատանք է ինքը պահանջում, որովհետեւ ինքը մատնում է կանանց տարիքը։ Իսկ կանայք, ինչպես գիտեք, իրենք մշտապես թաքցնում են, նույնիսկ այսպիսի ասացվածք են ասում, չէ, կնոջ տարիքը չի կարելի հասնել։ Բայց ասենք տարիքը իրանց այ շարժումների ուղղությունը այսպիսին է։ Ես ցույց եմ տալիս, դեպի վեր, դեպի կզակ։ Իսկ մյուս կողմից այն ուրեմն դեպի ներքև։ Ես էպիզոդիկ եմ ցույց տալիս այդ ամեն ինչը։ Ցույց եմ տալիս նաև պարանոցի մերսումը, որովհետև եթե պարանոցի ուրեմն ողները կարգին իրենց տեղում չեն իրենք, ապա շրջանառությանը խանգարում են եւ այն առաջ ասում է գլխացավ օստիխոնդրոզ, որն որ ասենք խանգարում է սեղմելովնի արտատելը, կարգավորելու համար նաեւ հիմա ես մի հատ ուրեմն շարժում ցույց կտամ, որը դուք չեք անի, նա գեղեցկության կետն էլ ցույց կտամ, ուրեմն դեմքի գեղեցկության կետը ուրեմն գտնվում է աչքի պիպի ուղղությամբ քթի հիմքում։ Այս արդեն երկու կողմից բռնեցի այդ կետերը, որոնք որ կարգավորում են աղեկային տրակտը նաև, իրենք շնչառությունն են կարգավորում, իրենց կարող է հարփուխի ժամանակ օգտագործվել, իրենք կատարում են ուրեմն բդույթներ են կատարում այդ անի վրա։ Հիմա ասենք կողքից նայողը այնպես լավ չի հասկանում, բայց պարկած մարդը ինքը հասկանում է, թե ես ինչ եմ անում իրեն հետ, հա, որովհետև ճիշտ կարողանա, մարդը ճիշտ է, գիտեք, մարդը ինքը զգում է ինքը, երբ որ իրեն հետ սխալ աշխատանք են անում, ինքը ինքնազգացողությամբ ինքը դա զգում է, որ իրեն հետ սխալ աշխատանքներ կատարեցին։ Հիմա ես ուզում եմ այմադի տակ, երբ ես աշխատում եմ, այստեղ մի հատ փոքր բան եմ տեսել, որը ասենք ձերքի տակ պետք է ուղղեմ, սա էլ ցույց չեն տալիս, բայց թե ես ձեզ ցույց եմ տալիս, բայց դուք չանեք եւ խնդրենք բանին լրիվ ինքը թույլ ցույց տա։ Ես ուղղեցի, դա 4-րդ ողի ձայնն էր, պարոն Աշոտյան։ Ես ինձ համար ողնաշարը դա ինքը այսպես այդ 7 նոտաներն են, որոնք ես ձայներով ամբողջ գիտեմ, թե ասենք, որ ողնաշարի ձայնը ինչպես եկավ։ Հիմա մենք ուղղեցինք մոտավորապես 4 վող։ Հիմա մենք պետք է նաև թեկենք տեսնենք իրեն ամպլիտուդաները տեղում է, որովհետև բոլոր ամպլիտուդաները պետք է տեղում լինեն։ Այսինքն ընթացքում մենք կարգավորում ենք, սա բուժական մերսումն է, պլյուս կլասիկ, պլյուս իմ մեթոդիկան է, որն որ համաշխարհային արենայում ինքը տարածված է որպես Գագիկ Կարապետյանի մեթոդիկա, եւ այդպես ինքը ուղումները ուրեմն պետք է բոլոր ուղղություններով կատարվի եւ պետք է չափավորումը ճիշտ լինի, պետք է գիտենալ չափավորումը։ Ուրեմն ես հիմա ձեզ ուզում եմ նաեւ ցույց տալ պարանոցի մյուս կետերից մեկը, որը կարգավորում է արյան ճնշումը։ Պարոն Աշոտյան, այդ ծերուսած ամենակարևոր կետերից են, որը զույգ կետ է, վերջանում է, որտեղ կանք ոսկրը վերջանում է, այստեղ ուրեմն մկանի, կզ ոսկրա անրագապտկային մկանի տակ գտնվող, ասենք մի կետ է, որը նույնպես պտտելով կարողանում ենք կարգավորել եւ շրջանառությունը, եւ եթե ուրեմն մարդու մոտ տենդ է, ցավ է, կարող ենք ուրեմն ցավազրկել։ Մյուս կողմի վրա նույնպես կատարում ենք այդ աշխատանքը։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ ուրեմն հարվածային հնարքները դեմքի վրա, պարոն Աշոտյան, ինչ հարվածներ կարող ենք մենք դեմքի վրա անել եւ ինչ նրբությամբ պետք է անենք, այդ անում ենք վերջում, որովհետեւ ինքը արդեն
մարմինը, դեմքը աստեն լրիվ տաք վիճակում է եւ կարելի այդ հալվածները Պարոն Կարապետյան, գլխի վրա գլխացավերի ժամանակ ես ուզում եմ դուք ամեն ինչը հասցնեք ասեք էլի, գլխացավերի ժամանակ կան կետեր, որոնք անհրաժեշտ է մերձել եւ ցավը դադարում է, թողում է, որովհետեւ մենք արդեն մոտենում ենք։ Այո, դա մեծ ուրեմն աշխատանք է, պարոն Աշոտյան, ես ուղղակի ուզում եմ դրանք ցույց տանք այդ բոլոր կետերի անունները, ես մեկ առ մեկ չեմ կարող այսօր ասել։ Կետերի անունները կարևոր չեն, տեղերն են։ Եվ հիմա տեսեք աշխատանք ենք անում։ Հետո այդ գլխացավերի համար ինքը գլխի ամենավերջի կետը կոչվում է գագաթ։ Այսինքն այդ գագաթում շրջանառությունը լավ չի կատարվում, հենց այդտեղից մարդու գլխի մազերը թափվում են։ Այդ ուրեմն գագաթի վրա ուրեմն առաջնային ուրեմն եւ հետին կենտ մերիդիաններ են, կենտ մերիդիանային կետերն են, որոնք մենք սկսում ենք սեղմել դեպի վեր։ Ճակատի հետ միասին, այս կետերն են, որոնք որ մենք մեջտեղից ուրեմն պետք է ուրեմն սեղմենք։ Ուրեմն կա նաեւ մի կետ գլխացավի համար, որը նորից կենտ կետ է եւ գտնվում է հեմի տակ, ողնաշարը որտեղ վերջանում է։ Այդ կետը պետք է, այո, ծոծրակի շրջանում, այդ ենք ուրեմն սեղմում եւ պարանոցի վրա երկու կետ է, որը կարողանում ենք մենք այդ կետերը սեղմել, գտնել այդ կետերը, երկու կետերը, արդեն իմ ձեռքի տակ են նրանք, ու սեղմել, կոչվում է սյուն, աստվածային սյուն։ Այդպես է կոչվում այդ երկու կետերը, դրանք ուրեմն գլխացավերը ուրեմն կարգավորելու համար են ցույց տալիս եւ որովհետեւ դեմքի աշխատանքը կարգավորվի, նաև հարկավոր է, որ ձեռքի վրա մենք ուրեմն սեղմենք հեգու կետը, դա գտնվում է բութի եւ ցուցամատի արանքում։ Ինքը կարգավորում է, բայց ինքը չի կարելի ուրեմն հղի կանանց մոտ անել, պարոն Աշոտյան, որովհետեւ իր միջոցով նաև կարող է լինել, ասենք, պտուղի կորուստ։ Այո։ Այսինքն այնքան ինքը բարդ է, որ պետք է ինքը հասկանալ, որ կետը երբ եւ ինչի համար ինչ երթականությամբ պետք է սեղմվի։ Նախ դա շատ կարեւոր է։ Դա բդույթ, որովհետեւ ինքը նաեւ բարձրացնում է աշխատունակությունը ուղեղի եւ ինքը ցավազրկում է, ոնց որ սա անալգինը լինի ամբողջ օրգանիզմի, որ ինչ ցավի դեպքում ասես, կարելի է ինքը զույգ է մյուս ձեռքի վրա է գտնվում, մարդը կեսով բաժանվում է ին եւ յանի, եթե աջ կողմն է ցավում, աջ կողմի կետն է աշխատվում, ցախ կողմի կետը։ Ես ուզում եմ հիմա հարվածային հնարքները ցույց տալ, հա? Որ իմանանք ինչ հարվածային հնարքներ են։ Սկզբից թրթռող հնարքը, մենք գիտենք, որ թրթռող հնարքը ավելի լավ կատարում է ինքը թրթռող հնարք կատարող մեքենան, որ սկսում ենք շարժման ուղղությունը։ Հիմա տեսեք, շարժումների մեջ կան հիմնական շարժումներ եւ կան այդ շարժումների մեջ իրանք երկրորդական շարժումներ։ Հիմա երեք, եթե ես շարժումը տանում եմ դեպի դուրս, ուրեմն սա հիմնական շարժումն է։ Իսկ սա արդեն երկրորդական, ասենք, շարժում է։ Մգանները պետք է ամբողջացնենք, ինչքան դեմքի մգանները ամուր լինի, այնքան ինքը երիտասարդ կլինի, կնճիռները, ասենք, լավ վիճակում կլինեն։ Այ մոտավորապես այս ուրեմն աշխատանքը մգանների վրա ուրեմն կատարում ենք։ Հա։ Ուրեմն թրթռող հնարքը մենք մեքենայից լավ չենք կարող կատարել։ Մեքենան անելուց հետո մենք անմիջապես սրանից հետո անցնում ենք հարվածող հնարքներին։ Հարվածող հնարքները պետք է այդ դեմքի ուրեմն համար, պարոն Աշոտյան, լինի հարմար, այն պետք է նրան հաճույք պատճառի եւ ոչ թե ասենք խոչըտոտի, որովհետեւ ցավային բաներ անել դեմքի վրա եւ ընդհանրապես մեր սման մեջ ցավային բաներ անել չի կարելի, որովհետեւ ուղեղը չի կարող երկարատև ցավերին հարմարվել։ Դրա համար մենք ասենք հարվածը կատարեցինք, իսկ սա կոչվում է պարծեվոր։ Շատ հետաքրքիր էր, մեր ժամանակը սպառում է, դուք կարող եք շարունակել, դուք խնդիր չունեք, ձեր ժլատությունով հանդերձ դուք բավականին մանրամասը այսօր մեզ բացատրեցիք այդ բոլորը հեռուստադիտողներին։ Հարգելի հեռուստադիտողներ, կաշխատենք հաճախակի ձեզ ցուցադրել նմանատիպ բաներ, որոնք ունեն եւ բուժական նշանակություն եւ գեղեցկությունը վերականգնելու, այսինքն գեղարարական նշանակություն։ Պարոն Կարապետյան, շատ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ առողջություն ենք ցանկանում, մինչ նոր հանդիպում։ Եթե կունենաք նույնիսկ հարցեր, կարող եք դիմել մեր հաղորդման համարով, կաշխատենք ձեզ հետաքրքրող հարցերը բավարարել։
Thank you.